քաղաքականությունը դա հնարավորի արվեստ է կամ արհեստ եւ ցանկացած գործողություն, հատկապես եթե մենք դաշինքում ենք, մենք պարտավոր ենք համաձայնեցնել միմյանց միջև եւ դա ժամանակ է պահանջում, դա երբեմն խլում է այդ թանկարժեք ժամանակը եւ մենք կամ չենք հասնում կամ չենք ցանկանում անել այն, ինչ կանենք, եթե լինենք մենակ, որովհետեւ ասեմ ձեզ ամենակարևորը, որը չէի ասել, մենք պատկերացնում ենք նախապես, որ Գյումրիում մեր ուժը կարող է չհաղթել կամ չենք, այսինքն պատրաստվում պարտության եւ մեզ համար հիմա էլ է փաստ, որ մեր տեխնացուն լավագույն տեխնացուն էր Գյումրի քաղաքապետ դառնալու համար, բայց մենք պատկերացնում ենք, որ դիմադրությունը կլինի մեծ, ոչ այնքան մեծ, բայց պատկերացնում ենք։ Այնուամենայնիվ մեզ համար պարզ էր երկու բան։ Առաջինը մենք մեր հաղթանակը նրանում է, որ մենք պահպանեցինք դաշինքը։ Դաշինքը խիստ կարևոր է ապագայի համար, հետագա պայքարի համար։ Եվ երկրորդը մեզ համար սկզբունքային էր եւ մենք այդ մասին ինչպես առանձին, այդպես էլ մեր տեխնացուն ասում էր, մենք չենք միանալու ԿՊ-ի հետ։ Փաստորեն Գյումրին ակամա տվեց այդ մեր թեզի ապացույցը։ Մենք չմիացանք, ժողովուրդը դա տեսավ, երևի, ԿՊ-ն աշխատեց նաև մեր դեմ, ասելով, որ բացի նրա տեխնացուից Սարիկից բոլորը կոռումպացված գողեր եւ նախկիններ են, մենք բավական սուր քննադատեցինք նաև այդ անպատասխանատու հայտարարությունը, ԿՊ-ից ոմանք ներողություն խնդրեցին, բայց ուզում եմ ասել, որ այո, ժողովուրդը վստահ չէ եւ այդ վստահությունը գիտեք ինչ է, ինչպես մարդկանց միջև մարդուն պետք է համոզել, եթե մենք ուզում ենք համոզել։ Մենք ուզում ենք մեր ժողովրդին համոզել, որ մենք ԿՊ չենք, մենք Եվրադաշինք ենք եւ որ ԿՊ-ն Եվրադաշինք չէ։ Այդ երկուսում մենք կարծում եմ կկարողանանք համոզել ժողովրդին եւ ԿՊ-ն ակամա մեզ օգնում է, որովհետեւ այն անգործությունը, որը մենք տեսնում ենք ԿՊ-ի կողմից, դա նույնպես ապացույց է նրա, որ մենք ճիշտ ենք։ Հենց սկզբից որոշում ենք ընդունել, որ ոչ մի դեպքում չենք տա ԿՊ-ին ձայներ, որովհետեւ մենք չենք վստահում, կրկնում եմ, ոչ թե նրանց տեխնացուին, ինչը իր հերթին այդպես է, մի մարդ, որ արդեն երրորդ կուսակցություն է փոխել։ Մենք չենք վստահում այդ քաղաքական ուժին եւ դրա գաղափարախոսությանը, մենք չենք վստահում երկրի ճակատագիրը նրանց։ Պարզ է, որ ԿՊ-ն իր իշխանական ռեսուրսներով աշխատում է մեր դեմ, այո, օրինակ, ահա ինչու ես խոսում եմ Նոյան տապանում, այլ ոչ թե հանրային հեռուստատեսություն, որտեղ ինձ չեն տեսնում ամիսներ, տարիներ շարունակ։ Դա էլ է միջալոց։ Տեսնող որովհետև չեն հրավիրում։ Չեն հրավիրում, իհարկե, ես այնտեղ փակ եմ, բայց նպատակը պարզ է, չէ՞, մեր գաղափարախոսությունը չհասնել մարդկանց։ Ահա ինչու մարդիկ երբեմն շփոթված են, բա ով է սա, բա ինչով են իրենք տարբերվում, որովհետև այլ կերպ ինչպես մենք պետք է ապացուցենք մեր ճշմարտությունը, միայն ինքնահարկիզմամբ երևի։ Հայաստանում գրանցված են 100-ից ավել կուսակցություններ, Վրաստանում 220 է իմիջիալոց, բայց իրականում Հայաստանում չկան այդ 100 կուսակցությունները, դրանք պարզապես անուններ են, ավելի քիչ քան 10 կուսակցություններ են իրականում գործում, 10-12 միգուցե, եւ հարաբերակցությունը նույնն է, ինչ Գյումրիում, փաստորեն 9-ից 7-ը, չէ՞, պրոռուսական ուժեր էին, ռուսական հատուկ ծառայությունների կամ պրոռուսական օլիգարխների ու նախկին նախագահների փողով գոյություն ունեցող ինչ որ կառույցներ։ Իրականում դրանք մեկ կուսակցություն են։ Այսպես որ եթե շատ պարզ ասենք, Հայաստանում կա երկու կուսակցություն, մեկը պրոռուսական է, որը ունի բազմաթիվ անուններ, բայց դա նույն կուսակցությունն է։ Բարգավաճ Հայաստան, Լուսավոր Հայաստան, չգիտեմ ինչ Հայաստան, Մայր Հայաստան, դուք հասկանում եք, չէ՞, որ իրականում դա նույն կուսակցությունն է։ KGB-ի, KPSS-ի, ռուսական պրոպուտինյան ինչ-որ մի խմբակ է։ Անունները ուշադրություն մի դարձրեք։ Եվ կա երկրորդ կուսակցություն, որի մեջ մտնում են մի քանի կուսակցություններ։ Մի մասը, օրինակ, ԿՊ-ն հայտարարում է, որ ինքը պրոռուսական չէ, բայց հաճախ
կասկածներ է առաջացնում եւ մայիսին մենք հերթական անգամ մեծ ուշադրությամբ եւ հետաքրքրությամբ կնայենք այդ ոնց է Եվրոմիություն գնացող երկրի վարչապետը պատրաստվում գնալ Մոսկվա Պուտինի կողքին կանգնելու։ Նման բաները խորհրդանշական, կարծես թե փոքր, բայց իրականում շատ լուրջ տպավորություն են թողնում։ Այդպես որ ես համաձայն եմ այդ պարոնի հետ եւ մենք իրականում այդքան էլ շատ չենք։ Այդ է պատճառը, որ տեսեք երեք կուսակցություն, Եվրոպականը, Հանրապետություն եւ Հանուն Հանրապետության, տեսնում եք անգամ անունները նման են, որովհետեւ նման են մեր գաղափարները եւ ուղղվածությունը, դառնում են դաշինք եւ եթե մենք պահպանենք այդ դաշինքը կլինի հենց այն ինչ մեր գործընկերը նկատի ունի։ Երկրորդ հարցն էր Սփյուռքի վերաբերյալ։ Ես կարծում եմ, որ դուք համեստ ասացիք 1-2 մարդ բերել Սփյուռքից, ոչ, ես համաձայն եմ, որ պետք է մեր կառավարությունը, տեխնիկական կառավարությունը, ոչ թե կուսակցական սկզբունքով լինի, այսինքն մենք 3-ով կամ 10-ով որոշում ենք, թե ով որքան պորտֆելներ, աթոռներ կգրավի, ոչ։ Մենք ընդհանրապես պետք է բացենք Հայաստանը դեպի Սփյուռք կամ Սփյուռքի համար բացենք Հայաստանը եւ այդ միացումը Հայաստան-Սփյուռք միացումը իրականացվի։ Դրան 30 տարի խանգարում էր Մոսկվան իր գործակալների միջոցով։ Հիմա մենք բնականաբար լավագույն մասնագետներին կարող ենք հրավիրել եւ մենք դա կանենք։ Շնորհակալ եմ։ Այո, բարև ձեզ, լսում ենք ձեզ։ Ալո։ Ալո, բարև ձեզ։ Ես մեկ հատ հարց ունեմ ձեր պարոն Խզմալյանին։ Այո։ Ես նախորդ ասեմ, որ կողմ եմ, որ Հայաստանը մտնի Եվրոմիության մեջ։ Բայց ինչպես կարող է դա կատարվել, արվել, երբ որ դա արդյոք հնարավոր է։ Այն դեպքում, որ Հայաստանը չունի ընդհանուր ցամաքային սահման որևէ Եվրոմիության երկրի հետ։ Ցամաքային սահման չունի։ Դա արդյոք դա հնարավոր է։ Շնորհակալություն։ Եվրոմիության անդամ եւ մտնի Շենգենյան պայմանագրով իրար հետ սահմանակից երկրների հետ դառնա Շնորհակալություն։ Եթե այս այս հարցն էր, Շնորհակալություն։ Շնորհակալություն, շատ լավ հարց է։ Նախ եւ առաջ հիշեցնեմ, որ եվրասիական եւ ՀԱՊԿ կոչվող ռուսական այդ դաշինքների մաս կազմելով, անդամ լինելով, Հայաստանը նույնպես չունի ընդհանուր սահման նրանց հետ, որովհետև տեսեք ինքներդ քարտեզի վրա նայեք, Հայաստանը չունի սահման ԵԱՏՄ կամ ՀԱՊԿ կամ ԱՊՀ երկրների հետ, դա ակնհայտ է։ Սա մեկ, երկրորդը, այո, մենք կարող ենք իհարկե մտնել եւ Շենգենյան գոտի, որովհետեւ ի վերջո մենք ապրում ենք արդեն 120 տարի ավիացիայի դարում, բայց այն 5 տարին, ինչ բաժանում է մեզ Եվրամիության անդամ, տեխնացու անդամ դառնալուց 2030 թվականն է մեր վերջնաժամկետը, մենք իհարկե աշխատելու ենք, որպեսզի կատարենք ներքին արմատական փոփոխություններ, սակայն մեզ դիտում են Վրաստանի հետ միասին որպես տեխնացուներ եւ մենք գիտենք, որ Վրաստանի ժողովուրդը չի հաշտվել իր այսօրվա կառավարության հետ եւ այդ պայքարը շարունակվելու է, այդպես որ մենք կարծում ենք, որ մտնելու ենք Ուկրաինայի, Մոլդովայի եւ Վրաստանի հետ միասին որպես հարավ-արևելյան Եվրոպա, այսինքն սա մի ամբողջ համակարգ է, մինիմում 2, մաքսիմում 4 պետություններով մենք մտնելու ենք 2030 թվին Եվրամիություն։ Շնորհակալություն, վերջին զանգն եմ կարող ընդունել, այո, լսում եմ ձեզ։ Ալո։ Բարև ձեզ։ Մի հարց եմ ուզում գլոբալ հարցով։ Համեցեք։ Նույնիսկ մեր ազգի մեջ չեն ճանաչում ով է Վարդան Ղուկասյանը։ Այդ այնց հետաքրքիր։ Այդ մարդասպան։ Չենք շարունակում։ Լավ, հարցը հռետորական է, արդյոք գիտեին ում են ընտրելու կամ ով է վերջում հաղթող դուրս գալու ընտրողները։ Չէ, չգիտեին, բայց եւ այս Վարդան Ղուկասյանը, որի մասին շատերը ամեն ինչ գիտեն եւ մինչեւ հիմա վախենում են, եւ այն Վարդան Ղուկասյանը, որ հիմա ձեր երկրում է, պարոն
դոկ մականունով Վարդան Լուկասյանը, ինչպես կարելի է նրան ընտրել, ինչպես կարելի է այն մյուսին լսել, այդ հարցեր իսկապես ռետորական են, բայց պատասխանը մեկն է, նրանք ներկայացնում են այն բողոքական զանգվածը, որը չի հավատում, չի վստահում ոչ ոքի, եւ սա ամենամեծ խնդիրն է մեր երկրի, ոչ թե մարդիկ, ովքեր կողմնորոշված են եւ օրինակ մեր դեմ են, որոնք երթվյալ կամ ծպտյալ ռուսամետ են, այլ այն մարդիկ, ովքեր իսկապես չեն հասկանում եւ դա շատ տխուր է, որ մեր ժողովրդի մեջ մեծ զանգված կա, որը ոչ ոքի չի վստահում, ոչ ոքի չի հավատում եւ նախ եւ առաջ ինքն իրեն չի հավատում։ Մենք պետք է ներշնչենք ժողովրդին ոչ թե վստահությունը մեր հանդեպ, վստահությունը իր հանդեպ, ժողովրդի, որ դուք ազգ եք, դուք ցեղ չեք, դուք մայլայի խարոշիների պանյատկեքով չեք, որ ապրելու եք, որ դուք հազարամյա թագավորություններ ունեցող երկրի եւ հազարամյա ապագա ունեցող երկրի քաղաքացիներ եք եւ իշխանությունների մեծագույն մեղքը այն է, որ նրանք հիասթափեցրին այս սքանչելի ժողովրդին, մենք պետք է նորից լցնենք հավատ եւ ինքնավստահություն մեր ազգի մեջ։